Եվ նա երրորդ պատճառ է նշում, ինչի համար կազմակերպվեց բռնագաղթը, նշում է, որ պարենավորումը դրանով կխաթարվեր Օսմանյան բանակի, որ շարժվում էր պարսիկների դեմ, եւ հայկական շեները փաստորեն դատարկելով եւ վառելով թուրքական զորքը հնարավորություն չէր ունենա այս տարածքներից պարեն հայթայթելու։ Շահ Աբասի այս բռնագաղթի նկարագրությունից հետո իհարկե նրա աշխատության մեջ մեծ դեր է խաղում արդեն հետագա հաջորդ ցիկլը, ինչպես է ստացվում, որ Արևելյան Հայաստանում հայկական կյանքի վերազարթոնք է տեղի ունենում, սա ուղղակիորեն կապում է նա Մովսես 3-րդ Տաթևացու կերպարի հետ եւ սկսում է նրանից, թե ինչպես է փաստորեն վերաշինվել կյանքը հենց այս գործչի կողմից, նախ եւ առաջ Երևանի տարածքում գտնվող Սուրբ Անանիայի նշանավոր անապատում, այսինքն այսօր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու այդ ողջ տարածքում եղած միաբանությունը ինչպես է սկսել իր վերազարթոնքն ունենալ Մովսես 3-րդ Տաթևացու բարեկարգության շնորհիվ եւ հետագայում նկարագրում է այդ ամբողջ վերաշինման ընթացքը եւ հասցնում է մինչեւ իհարկե Փիլիպոս Աղբակեցի եւ նաեւ Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսների շրջան, նկարագրում, որ փաստորեն Հայաստանում կյանքը վերափոխվել է, վերականգնվել է Մայրաթոռի բնականոն գործունեությունը, առհասարակ Արարատյան երկրի կյանքը վերականգնված է եւ այս ամենի առանցքում իհարկե ամենայն հայոց կաթողիկոսության գործունեությունն է Սուրբ Էջմիածնում, ինչպես դա նկարագրում է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։